Արզումանյան 10 և 17 հասցեների բնակիչները պետք է հեռանան։ Վթարային այդ շենքերում մարդիկ կան, որ նույնիսկ պայմանագիր չեն կնքել։ Էպիկենտրոնը բազմիցս է անդրադարձել խնդրին, բնակիչները չեն վստահում իշխանությանն ու առաջարկները համարում են ոչ արժանահավատ։ Նույն պատկերն է նաև Արցախի փողոցում։ Ունենք պատեր, այնքան հեռացած իրարից, որ կարող ես հարևանին նույնիսկ ձեռքով բարև տաս։ Քանդել այդ շենքերը, հիմնահատակ քանդել, մի քանի անգամ վրայով տրակտորով անցնել։ Քանդել, Արցախինը նույնպես։ Որ տրանսպորտային բարեփոխումները կյանքի կոչվեն ամբողջ ծավալով, քաղաքացին պետք է վճարի ուղեբարձը։ Ավինյանը զգուշացնում է, անվճար երթևեկելու ժամանակն ավարտվում է։ Տեղեկատվական արշավ կանեն ու կլինեն ավելի խիստ։ Ինչ որ մի փուլից կսկսվի նաև տուգանվել այն մարդիկ, ովքեր որ չեն վճարում տրանսպորտից օգտվելու համար։ Երևանի քաղաքապետարանն ասում է, որ ունի հնարավորություն արձանագրելու, թե ով չի վճարում։ Ավտոբուսների դռների վրա կան տեսախցիկներ, ինչպես նաև համակարգ, որը ֆիքսում է չվճարող քաղաքացիներին։ Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման թեման մի սուարյուն է ստանում։ Տարիների սպասումից հետո նախագիծը պատրաստ է։ Աշխատանքներն ավարտվել են։ Պետական համալիր փորձաքննության դրական եզրակացություն կա։ Մնում է քննարկեն ֆինանսական հարցերն ու հստակ ճանապարհային քարտեզով սկսեն կառուցել արդեն երազանք թվացող Աջափնյակի մետրոն։ Նենա Կարապետյան, Էպիկենտրոն։